Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք։ Հարգելիներս, որ ասում են բաժանորդագրվեք են, որ սև գրածա դա սեղմում եք, դա արդեն զանգակն է։ Սեղմում եք, դուք արդեն բաժանորդագրված եք, որպեսզի ամեն առավոտ, ամեն օր կամ օրվա մեջ ստանաք տեղեկություններ։ Դրեք լայք, որպեսզի հաղորդումը բարձրանա ավելի վերև, ավելի շատ մարդիկ նայեն։ Ես նայում եմ իմ admin-ի edge-ով, որով երևում է քանի մարդանայում եւ ինչքան են բաժանորդագրված, ցույց է տալիս, որ բաժանորդագրված են 54941 հոգի, բաժանորդագրված չեն մոտավորապես եւս 40000 հոգի։ Խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի եթե ցանկանում եք լսում եք կամ չեք բաժանորդագրվել, նյութը բարձրանա վերև։ Ինչքան շատ բաժանորդագրություն կա, այդքան նյութը շատ մարդանային։ Քանի որ իմեջը զարգացում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Ես պրո-ռուսական չեմ, պրո-ամերիկյան չեմ, իմ հաղորդումները պրո-հայկական։ Սկսենք առաջին այսօրվա տոնից, ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին առաջին հանրապետության անկախության առիթով, քանի որ հայ ժողովրդի հզոր պայքարի շնորհիվ եւ միմիայն ժողովրդի պայքարի շնորհիվ Հայաստանը ստացավ առաջին անկախությունը։ Ես չեմ մանրամասնի առաջին անկախության համար մղվող պայքարը, ես ուղղակի կցիտեմ այն փաստերը, որոնք բավական կարևորագույն են։ Քանի որ անդրկովկասյան արդեն Սեյմը որոշել էր, որ անդրկովկասյան միությունը հանրապետությունների հայտարարակ պայմանագիր էր կնքել Բաթումի պայմանագիրը, որով սկսել էին Հայաստանի հանդեպ սկզբնական շրջանում Հայաստանին ուղղակի թողել 8-ից 12000 քառակուսի կիլոմետր, նրանից հետո տեսնելով, որ Ռուսաստանը խաղից դուրս է եկել, համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում է, 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանը միակողմանի դուրս է գալիս, քանի որ ինքը բանակցություններ ուներ գերմանացիների հետ, տակից խաղեր էր տալիս, թքածուները ընդհանրապես գերմանացիները Վրաստանում էին, հաջորդը դուրս է գալիս անդրկովկասյան միությունից Ադրբեջանը 27 թվին եւ հայերը մնում են միայնակ, դաշնակցական կառավարությունը լացելով, դողդողալով, 28 թիվը չի, մինչ այդ պատերազմը գնում, թուրքական զորքերը հարձակվում են 3 ուղղությամբ, մեկը Սարդարաբադի ուղղությամբ, մյուսը հարձակվում է Բաշապարանի, երրորդը Ղարաքիլիսայի, Խլի Ղարաքիլիսայի ուղղությամբ, այսօրվա Վանաձորը, եւ փորձում են Երևանին վերևից շրջանցումով կանփակեն եւ իշնորհիվ մեր հայ հերոսների, մեր հայ ոչ միայն զորավարների, այլև հասարակ ժողովրդի, մեր իսկական հոգեվորականների, որոնք Սարդարապատում մահապարտների գունդ կապեցին 500 հոգով, որը ոգեշնչեց ժողովրդի, ես միշտ եմ ասել, եթե հոգեվորականը ճիշտ է, հայ ժողովուրդը այնպեսին է, որ միանգամից գնում է հոգեվորականի հետևից, ոչ թե հոգեվորականը գնում օտար ուժերի հետ է խաղ տալիս։ Սա ցավոք սրտի միշտ մենք տեսել ենք, մեր պատմության մեջ այսօր ենք տեսնում նույն բանը։ Եվ հայերը հաղթանակ են տանում սկզբնական շրջանում Սարդարաբադ Բաշապարան, մեր նշանավոր դրոն Բաշապարանի ճակատամարտում, Փիրումյաններ, Սիլիկյան եւ այլը Սարդարապատում եւ ինչպես նաեւ Խլի Ղարաքիլիսայում։ Ամենահզորագույնը այստեղ կատարում է պատերազմը, որ կանգնեցնում են Սարդարապատում, ըստ մարդկանց պատմածի ժողովրդի աչքին երևացել է մի հատ ինչ-որ միրաժ, որով երևում է, որ Վանալիչն է, որի մեջ խորտակվում է Նոյան տապանը եւ հայրենիքը վերանում է։ Ու ժողովուրդը միանգամից ետ է դառնում ու արժանի հարված է տալիս։ Ինչպես Բաշապարանում, այդպես էլ Խլի Ղարաքիլիսայում եւ Սարդարապատում հայկական զորքերի դիմացի մասերն են ունեցել։ Զենք մնացած հետևի մասերը փայտերով են կանգնած եղել, որպիսի քանակություն երևա։ Եվ թուրքական զորքերը տեսնելով, որ հայերը չեն ընկճում, չեն ընկրկում, նույնիսկ ճակատամարտ են տալիս, Սարդարապատի հիմնական պատճառը նա էր, որ գրավեին Սարդարապատ կայարանը, որից Երևանը շատ մոտիկ էր եւ հարվածները կլսվեին։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ ես ներկայացնում եմ պատմության այն մասերը վերլուծական, որ իրականում մարդկանց չի հասնում, հասնում է միայն ոնց ասեմ, այն ինչ որ ուզում են ցույց տան հերոսապատման։ Երևանում ապրող ժողովուրդը ընդհանրապես պատերազմին չէր մասնակցում։ Չէր էլ ուզում, բայց ինչ եղավ, որ երևանցիները գնացին պատերազմի ու կանգնեցրեցին։ Բանն այն է, որ Երևանի ապրող ժողովուրդը դեռ կրակոց չէր լսել։
Երբ որ սկսում է Սարդարապատում արդեն պայթյունները հրանոթների ցայները հասնում է Երևան, հա, Երևանից միանգամից մարդկանց խումբ կամավորների հետ մեկնում են ճակատամարտ։ Ճակատամարտի որոշվում է, որ հայերը բնականաբար այնպեսի հաղթանակ են տանում, որ թուրքերը երկար ժամանակ դեռ պիտի մտածեին հետ գնային, թե չէ, անցնենք հաջորդ մասին։ Բաշապարան ուղարկված դրոն ընդամենը կարողանում է հավաքի 4800 հոգի հայ զինվոր ու գյուղացի, էլ եմ կրկնում, վերջի մոտավորապես 1000-1500-ը եղել են փայտերով զինված, բառացի փայտերով ժողովուրդ։ Այդ պահին, այսինքն մոտավորապես այնտեղ 3000 զինվոր բան ա եղել։ Թուրքերի նպատակն էր 3 տեղից խփեն, որ Վանաձորից խփեն Երևանը փակեն, B որ մինչև Երևան հասնելը երկրորդ մի հատ միջանկյալ ուղղություն Բաշապարանից խփեն, Արագածսարի ետևը ու գային այսպես Սիրուն, իջնեն Երևանը վերցնեին շրջափակման մեջ։ Այդ ժամանակ դաշնակցական կառավարությունը լացակումած մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեին կառավարման համակարգի հետ, գրողներ, մտավորականներ, ես ինչպես նշում եմ խմբապետ Շավարշի մեջ շպար դեմքներին քսող եւ պարիկ դնող մարդկանց խումբ, որոշում էին հայ ազգի ճակատագիրը։ Եվ նրանք Արամ Մանուկյանին դիմում են Հայաստանում, մեր հզոր զավակին, դաշնակները դիմում են, թե հանձնի, մենք պետություն չենք ունենա լացակումած։ Արամ Մանուկյանը խիստ հրաժարվում այդ բանից եւ պայքարը շարունակվում է հայ մի շարք հզոր զավակների, այդ թվում նրանց մեջ են եղել հայ ազգի Բաղրամյանը, Գայը եւ մյուսները բոլորը ժողովրդով կանգնում եւ պատերազմը արժանի կոտորում են թուրքական բանակին առաջին անգամ պատմության մեջ Հայաստանը միայնակ դուրս է գալիս Օսմանյան կայսրության դեմ, դեռ Օսմանյան կայսրը Թուրքիայի դեմ հսկայական եւ կանգնեցնում է պատերազմը։ Ամենաուժեղ դրվագներից մեկը նաեւ բացի որ կայարանը չեն թողում գրավել ջարդում են այդտեղ Նայա լինում, որ Բաշապարանը հիանալի ջարդ է տալիս, ինչի համար, որ այս մասին շատ լավ նկարագրված է, որ ընդամենը դրոն հրաման է տալիս Աբարան քաղաքից դեպի Սպիտակ գնացող այդ սարերի վրա կանգնեցնել։ Հա, վերջում հայերին են միանում 1200 եզդիներ Ջահանգիր աղայի ղեկավարությամբ։ Ջահանգիր աղան դա եզդիական ցեղի ղեկավար էր, որը սկզբնական շրջանում մասնակցում է հայոց ջարդերին, մինչև թուրքերը չեն սկսում ջարդել եզդիներին։ Հենց սկսում են եզդիներին ջարդել, ինքը գալիս միանում է հայերին։ Այս ամբողջ գործողությունների ընթացքում ընդամենը դրոն զինվորներին հրաման է տալիս, որ դիմացի Աբարանից դիմացի դեպի Սպիտակ եւ Արթիկ գնացող այդ սարերի վրա կանգնեցնել առաջ չգնալ, բայց որ Բաշաբարանում հզոր ճակատամարտ են տալիս, թուրքական զորքը խառնվում է իրար բացի պարտությունից, որ խառնվում է հայկական զորքը սկսում է հարձակման գնալ, դրոն հետևներից գորմա շատ չգնաք մինչև Ալեքսանդրապոլ, այսինքն Գյումրի չհասնեք, որտեղ այդ 3000 զինվորը ցրվելով հեշտ կկոտորվեր։ Չնայած հայկական զորքերը անցնում են մինչև այն ժամանակ անվանված թուրքերի կողմից անվանված Համամլու Սպիտակ, հայկական զորքերը անցնում են Սպիտակն էլ, բայց այդտեղ դրոն խիստ հրաման ուղարկում ձիավորին, որ կանգնեցրեք, հերիքա, զորքը քիչ է։ Կարևորը այս ճակատը մենք պահենք։ Սարդարապատի ճակատն են պահում են, բնականաբար վերևից էլ Վանաձորի կողմից Խլի Ղարաքիլիսայի ճակատն են պահում են, թուրքը չի կարողանում գա, բնականաբար եւ կոտրված զորքով չէր կարող գալ։ Սրան հաջորդում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը 28 թվականին, նրանից հետո որոշ ժամանակ անց նոր կառավարությունը տեղափոխվում է Հայաստան։ Բայց այստեղ ես միշտ ներկայացնում եմ ու ելի ներկայացնելու եմ, քանի որ Հայաստանի նախատեսված էր տես փոքր տարածք, հիմիկվանից 3 անգամ փոքր կամ 3.5 անգամ փոքր, սա հայի համար ապրելու տեղ չէր։ Եվ քանի որ 1918 թվականի հունիսի 30-ին հունական Լեմնոս կղզում Մուդրոս նավահանգստում Ագամեմնոն նավի վրա կնքվեց հրադադար, որով Թուրքիան դուրս եկավ պատերազմից, համաշխարհային պատերազմից դուրս եկավ եւ սկսեցին Թուրքիայի վերաձևավորումը։ Մինչ այդ անգլիացիները, որպեսզի Երևանին թույլ տային, ասում են, պայմանագիրը կնքվեց այնպես, որ Երևանից 19 կիլոմետր հեռավորության վրա դա շատ էր, այն ժամանակվա հրանոթները խփում էին 6 կիլոմետր մաքսիմում, Երևան համարվում էր բավական անվտանգ։ Սարդարապատից կանգնեցվում է, բայց անգլիացիները, որոնց մասին ոչ մեկ ոչինչ չի խոսում, ելի եմ ասում, մենք էս մեր հայ ազգի հերոսությունը ասում ենք, որ 600 տարի Թուրքիայից վախենալուց հետո հայերը կարողացան միայնակ
կանգնեցնել թուրքերին ու նույնիսկ առաջ գնալ, անգլիացիները ամբողջ Կարսի մարզը եւ այդ տարածքով վերև դեպի մինչեւ Սևծով տարածքը վերցնում հանձնում են Հայաստանին։ Այս մասին ոչ մի բան չկա։ Թուրքերը փորձում են առաջ գան, բայց թուրքերին չի ստացվում, քանի որ մինչեւ Կարենի ճանապարհ անգլիացիները կանգնում են այնտեղ մինչեւ վերջ, մինչեւ հաստատվի Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սա հայ ժողովրդի հզորագույն հաղթանակներից մեկն է, հզորագույն, որը պատմության մեջ մնալու է, որ առաջին անգամ 600 տարի ճնշվածությունից հետո մի բուր ժողովուրդ ընդամենը ունենալով մի քանի ջոկատ, ամեն ճակատում, մի ճակատում 6000, մի ճակատում 8000, մի ճակատում 7000 զինվոր, ընդամենը բոլոր իրար հետ մոտապես 20-22000 զինվորով կարողացան կանգնեցնել մոտապես 35-40 հազար, դե թուրքերը թքած ունեին, ասում էին սրանք ով են, ջարդել ենք, եղեռնահարել ենք, կատվի պես մեռել են, դավաճանել են, իրար դավաճանել են, մասոնները դավաճանել են, դաշնակները խաղեր են տալիս կկործանենք, բայց սա այն փաստն է, որ դաշնակները այստեղ ուղղակի իշխանությունը վերցրեցին, թե չէ, եթե Արամ Մանուկյանը հաղթեր ու դաշնակները չգային, դե այդքան լավն եք, զենք առած սկզբից գայք ժողովրդի կողքին կանգնեք, ոչ թե մնայք Թիֆլիսում, դավաճան պետության տարածքում, որի հետ հետո պատերազմ վարեցիք, մնայք Թիֆլիսում, մինչև ամեն ինչ խաղաղվեր, նոր գայք։ Ես սա չեմ ուզում հիմա գնալ այլ վերլուծականը, ես այս մասին շատ եմ ասել, ինչևէ Հայաստանը ստացավ անկախություն, որը ցավալիորեն տևեց 2.5 տարի, քանի որ անկախության խանգարող ամենամեծ հանգամանքը եղավ թուրք-ռուսական տանդեմը, ինչպես այսօր է, զենք տալով թուրքերը հայտարարելով, թուրքերին զենք տալով Լենինը, որ սա թալան է 170,000 քառակուսի կիլոմետր Հայաստան ստեղծելը խեղճ եւ արդար թուրք ժողովրդի նկատմամբ, տալով զենք, ոսկի, զորք, հրահանգիչներ եւ Հայաստանում պատրաստել Քոչարյանա Սերժան Նիկոլա Լևոնական ներքին քանդողներ, որը շատ լավ երևում է Սարոյան եղբայրների մեջ, հայկի կերպարով ներսից էր քանդեցին, դաշնակները ի սկզբանե իրենք գնացել են նույն ճանապարհով ջհուդա տակը մասոնա բոլշևիկյան քանդեցին հայ ժողովուրդը ընկավ խորհրդային միության տակ Քոչարյանը հիմա շարունակում է այն process-ը, որը շարունակում էր Բատիկ Բատիկյան, այսինքն Կարսի հանձնումը, անկումը, ոնց որ Գևորգը կատարեց Սարոյան ֆիլմի մեջ, Սուրմելյանի կերպարը Կարսի անկումը ինքը փորձում հայ ժողովրդի մեջ գցել են վախը, թե միայն միութենական հանրապետությունն է ճիշտ։ Ուրեմն հիշեցնեմ բոլորիդ, հայերենը աշխարհի միակ լեզուն է, որը ռետար ունի։ Քոչարյան, Եվրոպան մետ, այն ինչ էր անունը, Խզմո, որ խոսում եք ռուսերեն ակցենտով ու ասում եք մենք եվրոպացի ենք, դուք եվրոպացի չեք, դուք թուրք եք կամ ջհուդ, կամ երկուսն իրար է, թուրքի ջհուդի խառնուրդ։ Մի փորձեք հայ ժողովրդին ապականել։ Կրկին անգամ շնորհավորում եմ հայ ժողովրդին առաջին հանրապետության կայացման ստեղծման արդիվ, հայ ժողովրդի հաղթանակի արդիվ, որ միայնակ կարողացավ հսկայական կայսրությանը գնալ դեմ ոչ միայն կանգնեցնել, այլ նաև ետ շպրտել։ Անցնենք հաջորդ թեմաներին այսօրվա, նախ այսօր մի հատ նայում եմ Սարդարապատ են գնացել հայ ազգի համար մեկ թշնամիներ, Նիկոլ Փաշինյան, գնացել Սարդարապատում, ես չեմ ուզում այդ մարդուն էլ ասեմ, որտեղ գնացող մարդու հետևից, մեռածի հետևից ասում են կամ լավը կամ ոչինչ, բայց Նիկոլ այն մարդն է, որ մեռավել նրա հետևից լավը չեն խոսելու, որպես ազգի թշնամի առնախում։ Ասма շնորհավորում եմ ձեզ, հարգելիներս, դուք գտել եք ձեր երկիրը։ Ես, այսինքն ինչ, այսինքն ցույց է տալիս, որ այն պատմական Հայաստանը դա միֆ է, այստեղ ծվարեք, այստեղ ապրեք, կատարելով պրոռուսական առաջի ծրագիրը, ջհուդներին էլ թողեք, սա պրոռուսական, պրոթուրքական առաջի ծրագիրն է, հատկապես պրոռուսական, որտեղ այս ֆորմատով են Հայաստանի մտցրել խորհրդային միության մեջ, այս ֆորմատից դուրս Հայաստանը մեծացավ, դուրս եկավ խորհրդային միությունից, հիմա Քոչարյանը այս ֆորմատով էլ ասում է միութենական հանրապետություն։ Այնպես որ որևէ մեկ եթե տարբերություն տեսնում այս տականքների խմբի 4 կրխանի վիշապի մեջ Լևոն, Սերժ, Ռոբ, Նիկոլ, ես չեմ տեսնում։ Այսօր շատ գրագետ եմ խոսել։ Խոսք եմ տվել այսօր գեր գրագետ խոսում։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ անդրադառնալ, Ալենի խոսքն է, որ ասում հորդորում եմ Հայաստանի իրավաբաններին, ոստիկաններին, քննչական, դատական օրգաններին, որ հորդորում եմ, որ մարդու գլխին դատական գործեր չջարդեն։ Այ մարդ, չի ուզում այսօր բան ասել, բայց կաշխատեմ չասեմ, մի հատ միախկիզնակ, Ալենիա։ Հորդորում ես, հորդորելով չի է, դա սահմանադրության խախտում է կատարվել, բռնեք սահմանադրության խախտումով, այդքան քննիչ եւ այլն մնացածը դատեք, հորդորում ես։
Մարդկանց գլխին գործեր են սարքում, հորդորում եմ։ Դու խոսում ես ոնց որ ընդդիմություն Նիկոլներ գոռալով խոսում։ Դուք հələ ասում եմ, եկաք իշխանության, հələ ընդդիմությունից իբր չեք, հələ դուք լավ ընդդիմություն կարայիք լինեիք։ Բայց քանի որ բերեցին իշխանության, ձեր հոգին մնաց։ Այդ այն բանն է, որ կախարդ, որ մկին սարքում առյուծելի հոգով մուկ է լինում, նույնը դուք եք։ Ուրեմն հորդորելը ո՞նն է։ Արտակ Սարգսյանի ձեռքին մինչև հիմա բրասլետը կա։ Դու ոչ թե պետք է հորդորես, պետք է պետության երկրորդ մարդն ես։ Պատիժ սահմանես նրանց հանդեպ, ովքեր փորձում են զենք կոտրել մարդու գլխին, ես իմ դեղի գործ կոտրել մարդու գլխին, փող կոտրել մարդու գլխին։ Ասում է Ձերժինսկու խոսքը սխալ եք հասկացել, որ ասում է մենք ձեզ լավ չենք քննե։ Ասում է եթե դուք բռնված չեք, ուրեմն ձեզ լավ չենք քննի, այսինքն որ լավ քննենք, մի բան գլխիդ կսարքենք։ Այլին, եթե այդպես է, ինչի համար ապօրինի ձերբակալված Արտակ Սարգսյանը բրասլետով։ Ինչի ապօրինի ոչ իր կատարած սպանության համար ձերբակալված Արմեն Բիլյանը։ Ինչի է ոչ իր կատարված հանցագործության դիմաց եւ պետության հեղաշրջման դիմաց ձերբակալված Գասպարյան Սերոփը։ Ինչի է ոչ իր կատարած հանցագործության դիմաց ձեր կողմից կատարված հանցագործության եւ ձեր կողմից ձեր են որ տակով արեցիք Արգիշտին, ինչի՞ չեք դատում այդքան վրեն գործեր հանած, ուղղակի հանիք եւ վերջ, Արգիշտին Շուշիի փողերը տարավ, տեղակալին դրեցիք ղեկավար եւ բռնեցիք Միքայել Արզումանյանին, կողեցիք վերջ։ Այսինքն դերասանությունը դուք ցույց եք տալիս դու Նիկոլը այն բանը, որ հայրենիքը դա ձեր համար ուղղակի բիզնես միջոց էր կրկին անգամ դավաճանության արել եք ու փախնելու եք։ Հիմա ինչպես ես եմ միշտ ասել, այսօր սկսել են քոչարյանականները կրկնել իմ ասածը, ձեր միակ տեղը փախուստի Բաքուն է լինելու։ Ես միշտ եմ ասել, ձեզ որտեղ էլ փախտեք, հայերը կգտնեն։ Միակ տեղը լինելու է Բաքուն կամ Անկարան, բայց այստեղ էլ որպես թուրքական եւ ղեկավարների պատմությանը լավ ծանոթ, ես ձեզ հիշեցրել եմ Պոլսի դեպքը, որ դավաճանները բերեցին ոսկին լցեցին թուրք սուլտանի դեմը, ասաց դավաճանը հայրենիք չունի, եթե դուք այսքան փող ունեիք, ձեր երկիրը չպայեք, ինչով եմ ես վստահ, որ հետո էլ ինձ չեք գցելու։ Հենց որ Բաքու էլ գնաք ձեր գլուխները կտրելու։ Սա այսպես Ալենի խոսքի վերաբերյալ Նիկոլի։ Ասեմ մեկ այլ հարցի, որ հետո կշարունակեմ։ Ուրեմն Լֆիկը գնում էր Սարդարաբադ թե Աբարան, կողքից գնում է Ավինը, Տիգրան Ավինյանը։ Տիգրան Ավինյան, լավ ես ասում, հիշում ես քեզ քացովով էր մտցնում ավտոն 18 թվին, որ եկել էր իբր մաքուր իշխանության։ Լֆիկ, այդ ո՞նց եք բարեշե։ Լֆիկ, բա դու ճամաչեցիր, 1000 տարվա գործի մեջ ես, հասկացանք ով պետություն դու նրա ծառա։ Դու Ավինյանի հետ գնում ես տեղ արդեն։ Ու այդքանից հետո որ իշխանությունը փոխվի, պետք է ասես ես արդար բիզնեսմեն է։ Հա։ Ես օրինակ շատ եմ ուզում շնորհակալություն հայտնել շատ հայ աստղերի, որոնք ընդհանրապես իշխանության հետ գործ չեն անում ու ոչ մեկի մոտ չեն երևում։ Աշկիս ընկավ Համալիրը, որ տվել էին Վարչով, պատմության մեջ առաջին անգամ Համալիրի տնօրեն այն չաղ շարմի Կարեն Կազարևիչ էր, ինչ էր 30 շրամներով Գորբաչովի պես կովը, որ ասում է սա նորմալ է, 40 միլիոն դրամ ենք վերցրել, 30 միլիոն տվել ենք Վարչով, սենց միշտ հարսանիքներ եղել, բայց ոնց հասկացանք հարսանիքները միշտ եղել է որտեղ Համալիրի մեջ եղել է Լևինգստոն ռեստորանում, Համալիրի մեջ դեռ չէր եղել։ Սա հերթական են փնթի խոզներ, որը բոլորի հետ համագործակցելով երկրների տակ մտած, այդ Վիվարոյի Վիգենի, Դեղ Վիգենի աղբոր տղու եւ Ղումարի նստած տղու հարսանիքին կանչել էին հայ ես իմ այնտեղ հա արամե ես իմ այնտեղ ով ասես կային այս ժամի մեկ եկար մի մարդ, որին շատ կովում էր Բագրատ Լրփազանը եւ համարում է Քոչանի իշխանության ամենամեծ պաշտպանը Նազենի Հովանեսյան։ Այն մարդ փողը գույն ու հոտ չունի։ Ուրիշ բան չեմ ասելու։ Նազենի հիմի դու Նիկոլականն ես, Վեհափարինն ես, Քոչինն ես, թե Բագրատ Լրփազանին ես, թե բոլորինը միասին։ Ուրիշ բան չասեմ։ Հազիվ եմ զսպում, որ շատ մարդու շատ բառեր չասեմ։ Ուզում եմ նաև ներկայացնել մի բան Հայաստանից արգելիներս, քանի որ այսօր Հայաստանից նյութը շատ է։ Ուզում եմ ներկայացնել, որ վերջի զանգի դեպքերից հետո Վեդիում
մարդը մահացել, սպանել են դանակարություններ, թե կրակոց, այդքան ուշադիր չնայեցի, ուղղակի նեղվեցի, որ մարդը մահացել, սպանվողը վերջի զանգի մասնակցի ծնողա եւ մի քանի հատ վիրավորական դեպքը տեղի ունեցել վերջի զանգի ժամանակ, իրար չեն հասկացել, ելել են քաղաքից դուրս, մեկը ոստիկանի տղա է, ըստ երևույթին ոստիկան հետնել է եկել, խոսքի վրա խփել են, սպանել են, մեկն էլ ծանր։ Ժողովուրդ ջան, նախ ես ուզում եմ բոլորիդ էլ այստեղ մեղադրել ես մասնակիցներին։ Վերջի զանգի տոնը, ինչ էլ ուզում ա լինի, հերնել պայմանագրային զինծառայող, երևի եկել է, որտեղ էնի ոստիկանի տղա է, ոստիկանությամբ է եկել։ Ուրեմն պետք է քրեական պատասխանատվության ենթարկել առաջինի այդ ոստիկանին, որի տղան այդ ճորթված է։ Երկրորդը մեռած հետևից ասում են, խոսք չի ասում, ես պիտի ասեմ, հասնում է։ Մեծ մարդ ես, եթե երեխա դպրոցական է, մինիմումը դու 38 տարեկան տղա ես, մինիմումը։ 38 տարեկան տղա ես, մինիմումը, ես ասում եմ, 5 տարեկան չի ամուսնացել, 18-17 տարեկան տղան է, 20 տարի հաշվեք, 22 հաշվեցի, մինիմումն եմ ասում, 32-38 տարեկան, լավ թողնի 35 տեկուս 17, 35 տարեկան մարդը այդ ուրախորով հանում ադուս հաշիվ լուծելու քաղաքից, կանչեր, բերեր նստասներ տունը, 10 կլուծենք, հələ բոլորը եկեք այդ հանք մեր տուն, տղեկ ջան, ձեր կյանքի մեռն է։ Նստեք, այսօր տոնորա, ինչի համար եք վիճե, ինչ ասել եք, մի հատ իրար երեսի, նայեք, ձեռի տվեք, որովհետև դուք հայ եք, դուք մի քաղաքի, մի պուճուր քաղաք է չէ, վեդին եթե քաղաք է, ժողովուրդ ջան, չնեղացանք, վեդեցիներ ջան, Երևանի 2-3 շենք վեդի քաղաքի բնակչություն։ Նորակառույց 20-30 հարգանի ամեն շենքի մեջ ապրում է 2-3 հազար մարդ։ Վեդիտ մաքսիմում թողնի 15,000, հեսա կասեք 20 թողնի 20 լավ 10 շենք, հա, հանգստացանք, 10 շենքի բնակչություն ունեք, դա մի ինչ ասեմ, կվարտալ է չի անում։ Չեք կարող բոլոր դե իրար ճանաչում եք, մեծ մարդ եք, կանչիր, ասիր աղբեր ջան, արիլը, հորն էլ կանչիր, թեկուզ ոստիկան եք, եկեք այդանք միտեղ նստենք, մեծերով խոսանք, մի հատ բաժակ տվեք, այս տոնորեն չեք հարամանում։ Ինչ եղավ վերջը, դատական գործեր, սպանություններ, վիրավորներ, կյանքից զրկում։ Պայմանագրային զինծառայող տղա ես, դու եկել ես բազար անելու, որ սպանես։ Պայմանագրային զինծառայող տղան պետք է գա ասել տղեկ ջան, գիտեք ինչ կա, դուք ընդհանրապես մի տարի հետո սահման եք։ Բարժի կռվել ինչ-որ բանի համար, ինչ-որ բառ ասած։ Եկեք տուն, եկեք մեր տուն, նստեք մի հատ, իրար հետ խոսանք, օղի չդներ սեղանին, որ չտաքանային, նստեիք, իրար ձեռ տայեք, միտեղ սիրուն նստեիք ու հելնեք գնեք։ Մեր ազգի մոտ բացակայել է այդ խոսակցությունը ու հատկապես փորձում են բոլորը ինքնահաստատվել։ Ինքնահաստատվելը միշտ լինում է բումերանգի պես հարգելիներս։ Երեք ասացի այն երեխու համար, այսօր էլ ասում են բոլոր շրջանավարտներին. տղեկ ջան, մի տարի հետո կամ 2 տարի հետո բանակ եք կրնել։ Ես բազում դեպքերի ներկա եմ եղել ու միշտ պատմում եմ ոնց ալնում որ բանակում ամենաչնչին պայմանում ում շատ նեղացրել եք, սպանում անեղացնող են։ Բա արժի տենց բան անել։ Բա կյանքից արժի զրկել մարդուն։ Հորը տարիքի մարդա, ոնց ես դու այդ մարդուն խփես զրկել։ Լավ, դու որ մարդուն կյանքից զրկեցիր բառի համար, հետո դու դրա հետ ոնց ես հաշտվել։ Ընդունենք հերետե ոստիկան, չի կամ ոստիկանա փախցրին քեզ, հա, փող տվին տուն ծախին, փախցրին Ռուսաստան, Վրաստան, ես իմ անունդ փորձին սարքեցին Շուշինաշվիլի, Դաթիկո, Պալիկո։ Ոնց ես դրա հետ, ոնց եք դուք դրա հետ ապրելու։ Որ հետո մի խոսքի համար մարդ սպանեն։ Ես չգիտեմ ոնց էլ բացատրեմ այս բանը, ցավոք սրտի ազգի մեջ այս բանը այնքան պիտի մաքրվի, որ մարդը կարողանա փոխվի։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք այսպիսի բազում սպանություններ։ Բազում։ Շարունակելով լուրեր ուզում եմ խոսել զինվորների վիճակի մասին։ Այն որ ձև տված բերել է զինվորական զինվորների վերականգնման կենտրոնը բացել Արմեն Մուրադյանը, Քոչարյանի Սանիկ, Ղազոն, որ չասեմ, բառեր չասեմ այսօր էլի այդքանից թվում ամենալավ։ Զինվորներին տանում ենք, վերականգնում ենք։ Զինվորների մեծ մասը բողոք հայտնում, որ իրենք չեն ուզում կան վերականգնվելու։ Գիտեք ինչի։ Որտեղ դուք զինվորին, բոլորին միանման եք նայում, բռնում եք այդ զինվորներին, նախ համաձայն է, որ դեղ պետք է տա, կանես դեղ եք տանել սարքում եք բույս, որը ցավոք սրտի ես տեսել եմ ոչ միայն դեղ տալու, այլև թմրադեղերին բուժելու դեպքում, թմրադեղը օգտագործողների մի հատ այդպես շեֆ ունեի բուժել էին, դարել էր խոտ։
ելակը տալիս էինք, ասում ենք կեր, ասում էր էս ինչ, ասում էր ելակ, ասում էր չէ խնձոր, ասում էր լավ խնձորա, խնձորի տեղ կեր, նորից մատով ցույց էր տալիս ելակը, ասում էր մի հատ խնձոր տու։ Էս իմ հետ աշխատողները, ովքեր աշխատել են իմ հետ, կհասկանան այս խոսքի իմաստը։ Կիմանան ում մասին է խոսքը, ինձ թվում է Երևանի մեծ մասը գիտեն, մահացել է արդեն դեղից։ Հա։ Ինչի համար եմ սա ասում։ Մարդը սարքում եք բույս, հետո ըստ ձեր կարգերի որոշված դուք նրան հաշվառում եք, հաշվառմամբ ներկայացնում եք, որ այս մարդը ստրեսների մեջ է, ու այդ մարդը գնում է ներկայացնում եք տվյալներ, գործ ընտրելու ոչ մեկ չի ընդունում, ասում է, այս մարդը կամ կռված խելառ է, կամ սա արդեն դեղերի տակ է, կամ էսա, կամ այնա, մարդիկ չեն կարողանում նորմալ գործ ընդունել։ Այսինքն դուք Քոչարյանի միջոցով եւս մյուս օղակն եք, որը ես 1000 անգամ եմ անդրադարձել Մուրադյան Արմենին իր լեկտիության համար բժշկականում, ես իմ իշխանության մեջ որպես շունի կլնելով ծառա եւ այլն։ Այսինքն ի՞նչ է դուրս գալիս։ Զինվորը, որը պատերազմական ստրես է տարել, միջալոց բոլորս ենք սա տարել, որևէ մեկը թող չասի, որ պատերազմից հետո ինքը սենց հիացած եկել է, շատ մարդիկ ստրես են տարել հայտին երկար, բուժումից հետո այդ մարդիկ կամ հաշվառում եք դու նրանց որպես անբուժելի հաշմանդամ տալիս եք ինֆորմացիան աշխատանքային, ուր գնում ասում են չէ։ Դրա համար մեծ մասն է խուսափում բուժվի։ Հիմա ո՞րն է ձեր արածը, լավություն թե վատություն։ Այսինքն դուք գրում եք մարդկանց միտումնավոր սարքում եք հաշմանդամ, որ այդ մարդը հասարակությունից կտրվի։ Ցանկացած տեղամասային բժիշկ պիտի կարողանա գնա զինվորների հետ աշխատի, ովքեր պատերազմը տեսել են, որ նրանց հետ բերի այս կյանք, որտեղ այդ մարդիկ անընդհատ խոսում են պատերազմից, անընդհատ հիշում են պատերազմը եւ այն անարդարությունները, որը կատարվել է։ Ու ինչքան խոսում են, ինչքան գրում են, այդքան արտահայտվում են, այդքան մոտները բացվում են։ Ուզում եմ մեկ էլ ասել ես մեկ ամսյա զորահավաքի մասին։ Հարգելին ես մեկ ամսյա զորահավաքը կատարելու համար, այսօր կանչում ենք մեկ ամսյա, լավ եք անում անմեկ, ով ասե չէ, բայց տեսեք մարդուն բուժեք, նոր տարեք։ Մարդիկ կան դեռ այդ հարվածի տակ են մնացել։ Սիսյանի զինվորական գնացողը ասում է, եթե դու լինեիր վիրավոր, տղեկից մեկին, մենք քեզ չենք տանի, բայց որ չես վիրավորվել, կենթանի ես մնացել, պետք է տանենք։ Ժողովուրդ ջան, մարդը, որը ունի հոգեբանական ոչ թե բան գիժը, այլ հոգեբանական տրավմա, որը մնում է պատերազմին բոլորիս մոտ եղել է, զինվորների 90%-ի մոտ կա հետի, եթե ոչ 100, այն 100-ի մոտ կա, կեսը ձեն չեն հանել, այտենց ձև են տվել, բոլորի մոտ է կա։ Մարդուն տանում ես, որ ինչ, այդ մարդու արած սխալից, որ մի քանի հոգի ավելի մարդ մահանա, դու պատասխան տալու ես, թե դու դերի մեջ ես ուղղակի։ Դու լիմիտ ես անում։ Դե տար այն նրանց, ովքեր ոչ ծառայել են, փախել են, քո շեֆերի տղեկին եւ այլն։ Եկել ես կռված տղուն, որը ունի խնդիր, հիշողությունների հետ անընդհատ մեջնա, տանում ես։ Ես դեռ ուղղակի անուններով չեմ ասում, բայց որ սկսա անուններով ասել, վայենկամաններից հետ կպայթստեմ։ Սիսյանի վայենկոմ ուշադիր լսես, թե չսկսելու եմ ասնել Սիսյանի բոլոր մեքենայություններին, գողություններին իմիջիալոց ասեմ ձեզ, որ բոլոր փաստաթղթերը մոտս կա։ Ես ասել եմ, չէ, բոլորիդ վրով տոննաներով կամ բռամատ կա։ Մի արեք անես, որ ես հասնեմ մինչև ձեր վերջի գողացածի բացահայտում։ Խայտառակությունը։ Անցնենք միջազգային լուրերին։ Հիմա ուզում եմ միջազգային լուրերից սկսել, որ Իվանիշվիլին մերժել է Ամերիկայի դեսպանի հետ հանդիպումը պատճառաբանելով, որ գիտես ինչ կա, ես իմ Ամերիկայի հետ մենք չենք կարա եւ այլն։ Սրանով Վրաստանի միտումնավոր մղելով եւս ավելի խոր իրավիճակի մեջ։ Հիշեցնեմ ձեզ, որ Վրաստանի հետ կանգնել է Եվրոպայից եւ Ամերիկայից, փչունենալով փող Վրաստանին բերելու է հսկայական կոլապսի։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հիմիկվա հետ չէ։ Ընտրությունից հետո պարտավորված պետք է լինի սահմանափակել վրացիների մուտքը Հայաստան, քանի որ նրանց հետ շատ ադրբեջանցիներ են գալու։ Քանի որ Վրաստանում սպասվելու է սով, ես դες բառացի եմ ասում։ Ավելի վատ վիճակ մի 10 անգամ, քան եղել է այն, որ Սաակաշվիլին եկավ այդ ժամանակ, որտեղ ռուսները չունեն սնունդ, չունեն ոչինչ, վրացիներին չունեն տալու ոչինչ, փող չկա, վրացիները բոլոր պարտքերից ամեն ինչից պարտքի տակ են տոկոսները ֆռալու է, բայց փող չեն տալու եւ չեն թողում դուրս գան։ Ինչքան խփելու են արևմուտքի երեսին, այնքան մեկին 10 ստանալու են։ Հաջորդ հարցը ուզում եմ անդրադառնալ, հա, մի հատ էլ բան ասեմ ու վերջ։
Ուրեմն Զեյնալյանին առաջարկել են սահմանադրական դատանի դատավոր, այսինքն մի մարդ են մտցրել, որ Արամ Քուրիկի թիմից է, բայց սա նաև Էդմոնչիկի թիմից էր։ Ինչ սահմանադրական դատավոր, որ փորձեն սահմանադրական դատանը օգուտ տա իբր, որ Նիկոլը փոխի Հայաստանի սահմանադրությունը։ Զեյնալյան, ես շատ բացասական եմ տրամադրված քո հանդեպ հենց առաջի օրից։ Որտեվ ես քեզ գիտեմ դու ով ես, քանաքերցի էլ չասեմ, էլի։ Լիքը բան կա քո մասին։ Հանգարցնեն չանես, որ շատ վատ է Նիկո վիճակը։ Ես քեզ ասում եմ։ Եթե դրվել ես, որ դու Նիկոլի հետ Հայաստանի սահմանադրությունը խախտես, Նիկոլը կփախնի, դու մի ոտով չես փախնի, ես քեզ սա զգուշացնում եմ։ Կոմպրոմատներդ մնացածը չասեմ։ Ուրեմն, հաջորդ ինչի մասին ասեմ, ուրեմն ձևավորվել է ավելի ճիշտ իմ աշխարհում ձևավորում են եռյակ միություններ, որը կազմված է ոչ թե արևմուտքի եւ արևելքի հզոր երկրներից, կազմված է այո հզորներից մի մասը, բայց ոչ շատ։ Եվ որը առճակատման է գնում շախմատ են խաղալու արևմուտքն ու արևելքը։ Մեկը կոչվում է Հնդկաստան, Հայաստան, Իրան, դաշինքը, մյուսը Պակիստան, Ադրբեջան, Թուրքիա դաշինքը։ Եթե վերցնենք հարստության առումից եւ բնակչության քանակության առումից, բնականաբար Հնդկաստանը բոլորի տեղը արժի, ել չեմ ասում գումարած սրան Հայաստանը եւ Իրանը։ Եթե վերցնենք ռազմարտությունաբերության հաշվից, կրկին անգամ Հնդկաստանը բոլորից շատ է, բայց այստեղ մի բան են անում։ Ինչի են այսպես անում։ Նախ էս օղակի գծագրի մեջ խաղացողներ նաև կան Չինաստանը, որի մասին երեք խոսացի, բայց Չինաստանի թուլությունը տնտեսական անկումը շատ հարցերի է բերելու, շատ հնարավոր է նորից պայթի Չինաստանում մի բան, որը չգիտեմ ինչի կհանգեցնի, որտեղ հսկական քանակությամբ գործազուրկներ եւ ասել եմ 70 միլիոն շենքի դատարկ 70 միլիոն բնակչի համար սարքած շենքերի 100%-անոց դատարկությունը բերում է կոլապսի։ Եվ բարձվում է այստեղ կոռուպցիայի հսկա քանակը, որի փողերը կազմում մի քանի տրիլիոններ, որի տակից դուրս չեն գալու։ Ինչ վերաբերվում է այս միությանը, Հնդկաստանը բնականաբար ինքը Պակիստանի հանդեպ բացարձակ ունի առավելություն, Պարսկաստանի հետ սահմանային, դրա համար է Պարսիկը նաև ամուր պահում է Հայաստանի հետ սահմանային, հասկանում եք ինչի։ Եվ Ադրբեջանի ցանկացած գնով ինքը ասում է, որ Զանգեզուրը չկա այդպիսի հարց, չի լինելու Սյունիքով մի միլիմետր զիջում չի լինելու, սա այսպես է։ Դե չէ Նիկոլը վաղուց այստեղ միակ երկիրը, որը կանգնեցնում է, Իրանն է, բնականաբար արևմուտքի հետ։ Եվ հենց այնպես չի, որ արևմուտքից ֆրանսիական հյուպատոս Սյունիք ռուսնաուսում դնի, եւ իսկ այս հարցում ամենաթուրքական մարդը Ռուսաստանը իր պաշտպանության նախարար Բելաուսովը, որը չծառայած էլի մարդը, թե ինչի է Բելաուսով, այդ մարդը բեղերը չունի, այդ ինչ ասեմ, կռսի պես դեմքով մարդը չծառայած, հայտարարում է, որ Հայաստանը մինչև հիմա շատ ծանր վիճակ է, որ պետք է կորցնի Զանգեզուրը, Սյունիքը չի ասում։ Ուրեմն Բելաուսովա, Չեռնաուսովա, Չեռնաժոպովա, ուրեմն ուղղություն կտանք նրանց, որ ովքեր լսում են սրանց, նախ բոլորը հիմար են, երկրորդն է ուղղություն տանք սրանց, որ ինչքան էլ երազեն, Հայաստանից ոչ մի կտոր, հատկապես Սյունիքից չեն վերցնելու տան թշնամուն։ Ինչքան էլ ուզենան պատերազմ սարքեն, որտեղ այս հարցում ինչի են Հնդկաստանի ոնց որ վզին պատասխանատվությունը դրել եւ Իրանի, սա հենց արևմուտքի հարցն է, քանի որ մերձեցումը արևմուտքի հետ Պարսկաստանը այսօր թույլատրել են նույնիսկ արևմուտքը մտնի պարսկական ատոմային զենքի բազաներ։ Եթե հաշվի առնենք այս տարբերությամբ, ատոմային զենք ունի մոտավորապես 100 հատ Պակիստանը, որը պայթյունավտանգ աղքարի երկիր է, 200-ից ավել ունի Հնդկաստանը եւ Պարսկաստանը արդեն 2-3 հատ։ Իսկ տարածքում Թուրքիան եւ Ադրբեջանը չունեն, այնպես որ կարող են սարքել առնետական պատերազմ, բայց որպիսի կործանում տան, սա միֆերի ժանրից է ժողովուրդ ջան։ Հաջորդ հարցը, ինչի համար ուզում էի անդրադառնալ, սա հենց Իսրայելի մասին հաղորդումն է, բավական ընդարձակ, բավական եկած որոշ արևմտյան ծառայություններից, որոնք ներկայացնում են Իսրայելի իսկական դեմքը, իմիջիալոց ծառայությունները, դրանք հատուկ ծառայություններն են։ Ես ուզում եմ ներկայացնել դա եւ հետո համեմատենք Տրամփի խոսքերի հետ, որ ամենամեծ ջհուդամոլ ջհուդն է եւ ինչի պիտի այսպես լինի։ Նախ Իսրայելի մասին ես բազում անգամ խոսել եմ, Իսրայելի բնակչության, կազմվածքի եւ այլն։ Ասեմ նոր տեղեկություններ, որ իմ համար կասկածել եք, չէ՞։ Ես ձեզ ասում եի, որ Իսրայելում 10 միլիոն կամ 9.5 միլիոն մարդ չի ապրում։
Իսրայելը հայտարարում էր, որ իր բնակչությունը 9.5 միլիոն է, 9 միլիոն է, ես 93 է, 950 է, ինչևէ։ Մարդիկ, որ զբաղեցնում աշխարհի առաջատար զարգացած երկրների ցանկի մեջ, ասենք 50-րդն կամ 40-րդն է, չգիտի իր երկրում ինչքան մարդ ապրում։ Այդպես բան հնարավոր է։ Իսրայելում մարդ համար կյանքում չի անցկացվել, ես ձեզ ասել եմ, ոնց են հաշվել Իսրայելի բնակչությունը։ 1948 թվականից հետո, երբ որ Իսրայելում ապրել է 860,000 մարդ, մեկ կնոջ հաշվով այդ բանը ծնունդը հաշվել են երեխայի ծնունդը 5.4 մարդ եւ այդպես բազմապատկելով եք այսօր հասել են ու ամեն երկրից փախած 20,000 գրել են 50,000, 10,000-ը սովետից դուրս եկած գրել են 100,000, բերը հասել են 10 միլիոն, ես եմ քանի 100,000 մարդ։ Իրականում այդ թիվը ընդունենք թեկուզ այդ թիվը, բայց իրականում վերջի թիվը, որը արտահայտել է արևմտյան աղբյուրները, հատկապես գերմանական հատուկ ծառայությունները, այսպիսի հաշվարկ է, որը դակլատ է, իսկ դակլատը դա ամենակարևոր բանն է, չէ, երբ որ ներկայացնում են մարդահամարի եւ վիճակագրական եւ պատերազմի տվյալները, որը շատ համապատասխանում է Տրամպի 2021 թվականի հայտարարության հետ։ Ուրեմն Իսրայելի բնակչությունը, եթե վերցնենք 9 միլիոն 550,000 իրենց ասած թիվը, իրականում այնտեղ բնակչության ասում են 1.9 միլիոն արաբ են, մնացածը ջհուդ։ Իրական տվյալներն են ներկայացրել ըստ օդանավակայանների ելքի մուտքի։ Փաստորեն պարզվում է, որ Իսրայելի բնակչությունը ըստ իրենց նշած թվի, եթե ներսի 9.5 միլիոն կար, բայց ներսը 9.5-ը չկա, դա հավաստում են նաև հատուկ ծառայությունները։ Բնակչության իրական թիվը Իսրայելում հավասարվում է ոչ թե 9.5 միլիոնի, այլ 6 միլիոն 750,000-ի։ Պարզա։ Եթե վերցնում ենք այս թվի մեջ 1.9 միլիոն արաբ, իսկ Գազանը չէր մտնում 2 միլիոն էր Գազաներ, չէ, իրենք Գազան չէին հաշվում իրենց մեջ։ Լինում է 3.9 միլիոն մարդ 6.5-ից։ Այդ դրա համար էր, որ Տրամպ ասում էր, ես չեմ ցանկանա 2020-ին 26 կամ 30 թվին Իսրայելի նախագահը դառնա Մուհամեդը։ Հասկացաք, չէ՞։ Բառացի մարդը ասում է, եթե թեկուզ 7.5 միլիոն է, 3 միլիոնը, 3.9 միլիոնը ըլում է արաբ։ Հիմա ինչ են կատարում, ինչի են աշխարհին դեմ դուրս գալով Գազան ընդհանրապես 2 միլիոն ուզում վտարել։ Որտեղ 2 միլիոնի վտարումը իրանց 6.5 միլիոն բնակչությամբ ու այդքան գնացած ու փախած չեկած, իմիջիալոց պատերազմի ժամանակ 23 թվից մինչև այսօր 24-ից բանը պատերազմի մեջ, որ արդեն 24-ից է, 23-ից է պատերազմը եղել, փախել են 2.2 միլիոն մարդ, հիմնականում բոլորը ջհուդ եւ աշկենազ։ Ինչպես ներկայացնում է քաղաքային միգրացիայի թիվը հենց Թել Ավիվի 460,000 բնակչությունից առաջ եթե ընդամենը 28 թե 38%-ն էին աշկենազ, այսօրվա դրությամբ ընդամենը մնացել են 7-6% աշկենազ։ Պարզա չէ, հսկայական քանակությամբ գնացել են։ Եվ բացի սրանից, իրենց ասելով, որ իրենք տարեկան 100-150,000 աճում են։ Տվյալներ, որը եկել է Իսրայելի ԼԳՏՊ-ների խորհրդից, որտեղ պաշտոնապես աշխարհի ամենաշատ ԼԳՏՊ-ն Իսրայելում է, ապականել պղծել են Ել ու Սաղեմ Սուրբ քաղաքը, որտեղ սարքել են ԼԳՏՊ-ի մայրաքաղաք, ըստ պաշտոնական տվյալների իրենց Թել Ավիվի 460,000 բնակչության 150,000-ը ԼԿՏՊ է։ Առաջնային քաղաքներ կան, 100,000-ից քաղաքներ կան, որտեղ 62%-ն է ԼԿՏՊ։ Հարց. ԼԿՏՊ-ից ոնց կարելի է ունենալ տարեկան 150,000 երեխա։ Հաշվի առնելով, որ 6 միլիոն 700,000 բնակչություն կա, ընդունենք այդքան կա, եթե ոչ ավելի պակաս, 6 միլիոն 700,000-ից բոլոր քաղաքները տեսակարար միջին թիվ հանենք, լինում է 40%-ը, 6 միլիոն 700,000-ից հանենք 1.9 միլիոն իրանց ասած արաբը, գալիս է տակը մնում է 4.8 միլիոն, 4.8-ից 40%-ը հանենք, ինչա գալիս է մոտավորապես 3 միլիոն մարդ է գալիս, հա? 3 միլիոն մարդ է գալիս, 3 միլիոն 2.5 միլիոն մարդուց, ոնց կարելի է 150, 170, 180,000 աճ ունենալ, որը ջհուդը 100 հատ կնիկ չի անում, արաբի պես 70 հատ կնիկ չի անում, որ ամեն մեկին հղիացնի։ Պարզ, այսինքն միֆերի եւ ամբողջ սուտ խոսքի տվյալները, սա վերում այն իրականությանը, որ այս երկիրը քանդելու են։
Դրա համար է այս երկրի բոլոր ղեկավարների, ջհուդների ղեկավարների հանդիպումը նշանակված Բաքվում։ Գիտեք ինչ, Բաքուն ուրախացել է, որ ջհուդները գայս են պահում են, բայց միշտ օծը տաքացնողին է գծում։ Էլի եմ հիշեցնում բոլորիդ, որ 2014 թվական, 15 թվականի Եղեռնի օրը Պուտինը մտավ ու ասեց հայերի հետ ենք ու միշտ պաշտպանելու ենք, տարին չֆռած 11 ամիս հետո քարորիա պատերազմը սարքեցին ու ռուսները բացարձակ ցույց տվեցին, այն ջհուդ Զատուլինն էլ թքեց, բարևին իմաստով թքեց Սերժի երեսին, որը չէր խոսում հիմի, չգիտես ինչի Սերժի թիմի իրան հիշում է, տղամարդ, որ ասեց փստլինքները թունքը թափում, զենք եմ տվել, փող չունես չեմ տվել, ու ձեն չելավ ու ոչ էլ պատժեցին։ Իմիջիալից հիշեցնեմ ձեզ, որ ԼԳՏԲ-ի պաշտոնական գրանցումը եւ օրենքների ազատությունը Հայաստանում եղել է Ռոբերտ Քոչյանի երկրորդ նախընտրականի երկրորդ ընտրության ժամանակ 2003 թվականից, որից Քոչյանը ամրապնդվեց ու նստեց։ Սա էլ հիշեցնեմ ձեզ, որպեսզի հասկանաք, որ ով է հիմքը դրել Հայաստանում։ Ես կարող եմ երկար խոսել տարբեր պատմություններից, դեպքերից, աշխարհի իրավիճակներից, հարգելիներս, այսօր համարում եմ բավական, որովհետև այսօր տոնը մեր հայազգի հզորագույն տոներից մեկն է, առաջին հանրապետության տոնը, 2000 այս տարվա մեջ կամ 2026-ի մաքսիմում մենք կտոնենք 4-րդ իսկական հանրապետության տոնը, որ կլինի հանրապետություն իսկական, որը կլինի մեծ հայքով կամ համենայն դեպս այս Հայաստանից հաստատ ավելի մեծ քառակուսի կիլոմետրի վրա։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի հիմար ուղեղով մենք գտել ենք մեր հողը սա է, նայա, այլ իրականությամբ։ Այսքանով ավարտում եմ իմ հաղորդումը եւ մաղթում եմ բոլորիդ միասին կրկնենք եւ ուղարկենք առ-երկինք, քանի որ ով հայ է նրա մեջ Աստծո լույսը կա ու միշտ իրեն պաշտպանում է։ Իսկ ով գնում է առևտրի ծախման, ոնց որ Ալենինա չարչի ասում, որորա պայմանագիր կնքին առավոտնից վազելու ենք Թուրքի հետ առևտրի, ինքը կվազի, ինքը սովոր է, իր մաման հայոյում է մարդկանց, ինքը թքում է մարդկանց վրա, չնայած իշխանապողությունից հետո իրեն կապելու են հրապարակում, որ թքեն երեսին, սա ընդունված ձևա լինելու բոլորն են ասում, կապրենք, կտեսնենք։ Համենայն դեպս թող Աստված արժանին պատժի հայազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի Ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում, հաջորդ տարին Բագարանում, հաջորդ տարին Մուշ, Վան, Արտբին, Արդահան, Թոխատ, Համշեն, Սասուն, Կիլիկիա, Կարին, Անգորա եւ Պոլիս, ինչպես նաեւ Զեմյուրիա։ Ամեն